Կլասիկ երաժշտության սիրահարները էլի սկսեցին վերևից նայել մայեստրո Թաթուլին։ Դրա համար ես ուզում եմ հիմա մենք համեմատենք կլասիկ երաժշտությունը մայեստրոյի երգերի հետ եւ տեսնենք, թե որն է ավելի լավ։ Եկեք սկսենք կլասիկ երաժշտությունից։ Մոցարտ։ Չգիտեմ ով է, բայց կլասիկ երաժշտության ամենահայտնի երգիչներից է։ Լսենք։ Յանի տամ 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 տամ։ Տենց երգ չի լինում։ Հիմա լսենք մայեստրո Թաթուլի երգը։ Համ ուրախ, համ բառերը խորիմաստ, ընդհանրապես համեմատելու չի մեկը մյուսի հետ։ Դուք տենց ասում եք վերևից եք նայում Թաթուլը սենց Թաթուլը նենց, բայց շատ ավելի խորիմաստ բառերով է Լյուդվիգ վան Բեթհովեն։ Ամենահայտնի տխուր երգերից է, լսեք։ Չէ, շատ ձանձրալի է եւ ընդհանրապես լսել չի լինում։ Նախ բառ չկա մեջը, միտք չկա մեջը։ Ոնց եք լսում, ես զարմանում եմ ուղղակի։ Հիմա մայեստրոյի տխուր երգերից մեկը լսեք ու մի հատ տարբերությունը զգացեք։ Անverջ կարելի է լսել, ինչի համար աշխարհ եկավ, որն էր մեղքս Տեր Աստված։ Եվ դուք սա համեմատում եք այդ ձանձրալի տադադա դիդադա դրա հետ, ոնց կարելի է։ Հաջորդը, էլի այդ նույն Բեթհովենի սիմֆոնիաներից մեկն է։ Դե ամերիկացի կլինի այդ Բեթհովենը։ Լսեք։ Հայանի ինչ։ Տադադադա, տադադադա։ Դուք համարում եք երգ։ Հիմա մայեստրոյի երգը մի հատ լսեք, համեմատեք։ Որ ճամփեքով անցան, հիմա ունես յալ, սիրուն ջան մի գանա, նորից մոտարին, թե գնա շեմա ապրի, ես առանց յալի։ Ընդհանրապես համեմատելու չի։ Եվ վերջին կլասիկ երգը։ Այսի մի քիչ լավն էր, միակ երգն է, որ սիրում եմ, որովհետև մի քիչ այդ մուղամի պահը կա, տարարիրարարիրա կա, բայց հետո էլի մեկը փչացնում է։ Եթե այս երգը մայեստրոն գրած լիներ, նախ բառեր կավելացներ, եւ երկրորդը նույն այդ ոճով կշարունակեր ու նորմալ բան կսարքեր։ Մի խոսքով այդ կլասիկ ձեր այդ կլասիկ տխուր բաները մի կողմ դրեք եւ շատ մի գլուխ գովացեք կլասիկ։ Մայեստրոն էլ պակաս կլասիկ չի։